Թրիփուղի նախագիծը Հայաստանի եւ Թուրքիայի միջև հաղորդակցության բացումն ունեն լիարժեք ներուժ դառնալու միջին միջանցքի կարևոր բաղադրիչ։ Փաշինյանի ելույթը Գերմանիայում։ Արցախ վերադարձը շարունակում է մնալ առաջնահերթություն տեղահանվածների համար։ Մայր օրենքի ընդունման երբեմնի տոնական օրը արցախցիները նշում են Արցախից հեռու։ Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները չեն հանդարտվում, մայրերը պնդում են, որդիների մահվան մեղավորները չեն պատժվել։ Հայաստանում շարունակում են ակտիվանալ ֆինանսական բուրգերը, մասնագետները հորդորում են զգոն լինել։ Սերը կոսմետիկ ֆիլերների նկատմամբ աճում են նաև ռիսկերը, կարող է սպառնալ կաթված։ Փշրված խաչքարեր, քանդվող եկեղեցիներ, ջնջվող ինքնություն, Ալիևը չի հանդարտվում, օկուպացված Արցախում մշակութային ամբողջ ժառանգությունն է վտանգի տակ։ Ավտովթար Գեղարքունիքում մեքենան գլորվել է ձորը, 15 տարեկան վարողը տեղում մահացել է։ Եթերում ժամի գլխավոր թողարկումն է, տաղավարում Գայանե Անտինյանն է, բարև ձեզ։ Վերջին օրերին քաղաքական օրակարգի գլխավոր թեման դարձել է Ադրբեջանի առաջ քաշած հիմնական նախապայմանը, Հայաստանի սահմանադրության հնարավոր փոփոխությունը, որը Բաքուն ուղիղ կապում է խաղաղության համաձայնագրի ստորագրման հետ։ Բեռլինյան հանդիպումներում վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց այս պահանջներին, ընդգծելով, որ Հայաստանի սահմանադրության մեջ որևէ տարածքային պահանջ Ադրբեջանի նկատմամբ չկա եւ անհրաժեշտության դեպքում հայկական կողմը պատրաստ է դա ապացուցել։ Ադրբեջանի նախապայմաններից մեկը Հայաստանի հետ խաղաղության հասնելու համար մեր երկրի մայր օրենքը փոխելն է։ Պաշտոնական այցով Բեռլինում գտնվող Նիկոլ Փաշինյանին հարցրել են. Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման համատեքստում Հայաստանը պատրաստվում է փոխել իր սահմանադրությունը։ Փաշինյանն էլ հայտնել է, թե հայկական կողմը կարող է ապացուցել, որ Ադրբեջանի նկատմամբ որևիցե տարածքային պահանջ Հայաստանի սահմանադրության մեջ չկա։ Ավելին, Հայաստանում էլ կան որոշ մեկնաբանություններ, որոնց համաձայն տարածքային պահանջներ կան Ադրբեջանի սահմանադրության մեջ Հայաստանի նկատմամբ։ Սակայն ինչու մենք առաջ չենք քաշում այդ հարցը, որովհետև խաղաղության Հայաստանի եւ Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստում, որը նախաստորագրվել է Վաշինգտոնում, բոլոր այդ հարցերին անդրադարձ կա։ Այդ համաձայնագրի առաջին հոդվածում դրույթ կա, որի համաձայն Հայաստանը եւ Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, հաշվի առնելով, որ խորհրդային ժամանակների վարչական սահմանները դարձել են պետական սահմաններ ապագայում։ Փաշինյանի ձևակերպմամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հնարավոր ստորագրումից հետո այն կուղարկվի սահմանադրական դատարան, եւ եթե Հայաստանի սահմանադրական դատարանը որոշի, որ այն ամբողջությամբ համապատասխանում է երկրի մայր օրենքին, ապա ըստ Փաշինյանի չի կարող խոչընդոտ լինել այն վավերացնելու առումով։ Մեր սահմանադրության համաձայն այն կստանա բարձրագույն իրավական ուժ մեր երկրում։ Ես հրապարակավ ասել եմ, որ եթե մեր սահմանադրական դատարանը որոշի, որ այն չի համապատասխանում մեր սահմանադրությանը, անձամբ ես կնախաձեռնեմ սահմանադրական փոփոխություններ։ Իդեպ քննարկմանը ներկա էր նաև Գերմանիայում Ադրբեջանի դեսպանը։ Բարեկալուս Գերմանիա, Mr. Prime Minister, welcome to Germany. Փաշինյանին հայերեն ողջունելուց հետո Նասիմի Աղաևը հայտնել է, թե տարածաշրջանում տեղի են ունենում հսկայական փոփոխություններ, որոնք ըստ ադրբեջանցի դեսպանի դժվար էր պատկերացնել տարիներ առաջ։ Սա ամենակայուն ժամանակաշրջանն է մեր հարաբերություններում, որին մենք հասել ենք։ Ինչ վերաբերում է վերջին խոչընդոտին կապված սահմանադրության հետ, մենք հույս ունենք, որ դա էլ կվերացվի, որպեսզի կարողանանք պաշտոնապես ստորագրել խաղաղության համաձայնագիրը։ Երբեմն իմ տպավորությունը գիտեք որն է, որ մեր ադրբեջանցի գործընկերները շատ են ուզում, որ մեր սահմանադրությունը ներառի տարածքային պահանջներ Ադրբեջանից, բայց գիտեք, չկան տարածքային պահանջներ, չունենք տարածքային պահանջներ։ Սյունիքով անցնող Թրամփի ուղու մասին Փաշինյանը հայտնեց, որ Trip Company հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկություն կգրանցվի Հայաստանում, որը կիրականացնի Թրամփի ուղի նախագիծը։ Թրամփի ուղի նախագիծը, ինչպես նաև Հայաստանի եւ Թուրքիայի միջև հաղորդակցության բացումը ունեն լիարժեք ներուժ դառնալու միջին միջանցքի կարևոր բաղադրիչ, ապահովելով Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի միջև անխոչնդոտ կապ։ Քննարկմանը մասնակիցներին հետաքրքրել է նաև Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցը։ Փաշինյանը դրա լուծումը կապում է խաղաղության հաստատման հետ։ Հակամարտության մթնոլորտում ըստ Փաշինյանի այդ խնդիրը հասցեագրելու տարբերակ չկա։ Փաշինյանի խոսքով Հայաստանը ընթանում է խաղաղության ամրապնդման ուղղությամբ եւ ըստ նրա ավելի ու ավելի իրատեսական է դառնում փոքր քայլերով այդ խնդրի լուծումը։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։
Հայաստանի արտգործնախարարության խոսնակն անդրադարձել է Ադրբեջանի արտաքին գործերի գերատեսչության այն հայտարարությանը, թե Հայաստան-Եվրամիություն փաստաթուղթը հակասում է խաղաղության օրակարգին։ Անի Բադալյանը հայկական լրատվամիջոցներին հայտնել է, որ Հայաստան-Եվրամիություն գործընկերության ռազմավարական օրակարգն արտացոլում է Հայաստանի եւ Եվրոպական միության միջև երկկողմ ձևավորված եւ խորացող գործընկերության բովանդակությունը հիմնված ընդհանուր արժեքների եւ փոխադարձ շահերի վրա։ Այն արտացոլում է ոչ միայն Հայաստանի քաղաքացիների եվրոպական ձգտումներն, այլև ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարությանը եւ սոցիալ-տնտեսական դիմակայությանն աջակցելու Եվրամիության հանձնառությունը։ Ակնհայտ է, որ սա ինքնին միայն նպաստում է տարածաշրջանում խաղաղության հետագա կոնսոլիդացիային ուղղված ջանքերին։ 19 տարի առաջ այսօր Արցախի ժողովուրդն ընդունեց իր մայր օրենքը, վերահաստատելով հավատարմությունը 1992-ի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության մասին հռչակագրի սկզբունքներին։ Հիմա երբեմնի տոնական այսօրն արցախցիները նշում են Արցախից հեռու, այն էլ բռնատեղահանվածի կարգավիճակով։ Վաղ առավոտյան Արցախյան իշխանության ներկայացուցիչներն այցելել են Եռաբլուր, հարգանքի տուրք մատուցելու հայրենիքին իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին, այնուհետև Երևանի մշտական ներկայացուցչության շենքում հրավիրել լսումներ եւ հայտարարել, որ Արցախ վերադարձը միջազգայինորեն ճանաչված իրավունքների իրացման տեսանկյունից շարունակում է մնալ խնդրի միակ լուծումը։ Ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիաները, որոնց ընթացքում կիրառվեցին արգելված զինատեսակներ, վարձկաններ եւ իրականացվեցին ռազմական ու մարդկության դեմ ուղղված հանցագործություններ, նպատակ ունենային ոչնչացնել Արցախի ժողովրդին։ Սակայն անկախ պետականություն ունեցող Արցախի հանրապետությունը, որն ավելի քան 3 տասնամյակ եղել է մեր ժողովրդի ազատ կամքի արտահայտությունը, այսօր շարունակում է իր գոյությունը, թեև ժամանակավորապես օկուպացված է մեր երկիրը։ Նախկին ղեկավարությունը գերեվարվեց։ Հայաստանում անհայտ կորած զինծառայողների ընտանիքները շարունակում են պահանջել հստակ պատասխաններ իրենց որդիների ճակատագրի վերաբերյալ։ Որոշ ծնողների վերջին հեռախոսազրույցը տարիներ առաջ է եղել, իսկ նրանց որոնման գործընթացները մինչև օրս արդյունք չեն տալիս։ Իրավապաշտպանները եւ միջազգային կառույցներում Հայաստանի ներկայացուցիչները արձանագրում են, խնդիրը բազմաշերտ է։ Անհայտ կորածների վերաբերյալ վերջին տեղեկությունները ադրբեջանական վերահսկողության տակ են, ինչի հետևանքով Հայաստանի պետական կառույցների հնարավորությունները լուրջ սահմանափակումների են բախվում։ Անհայտ կորած զինվորի մայրը վերջին անգամ որդու հետ խոսել է 5 տարի առաջ 2020-ի հոկտեմբերի 7-ին, ժամն անգիր հիշում է 13:30-ին։ Ժամկետային զինծառայող էր, մայրը շեշտում է, Հայաստանում միայն հետո են պարզել, որ փաստորեն այդ օրերին որդին Արցախում է եղել, մարտադաշտում, կռվի ամենաթեժ կետերից մեկում։ Դիմել ենք բոլոր կառույցներին ենք դիմել, տեղ չենք թողել երևի, Կարմիր խաչից, կառավարություն, ազգային ժողով, բոլոր ծնողներով միասին, այդ մի քանի օրվա մեջ ոնց որ բոլորս գտանք իրար միասնական ուժերով, դիմում էինք բոլոր կառույցներին, բայց ասում են, եթե իմանանք որտեղ են, անհայտ չէին կոչվի։ Այդ նրանց տված պատասխանը։ Գտնվելու վայրն անհայտ համարվող զինծառայողների համախմբված ծնողները պնդում են, իրենց խնդիրներն այդպես էլ լուծում չեն ստանում։ Այստեղ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչն ընդգծում է, ռազմագերիների չլուծված խնդրի կողքին անհայտ կորածների հարցը բազմաշերտ է, չենք կարող հայրենիք վերադարձնել, քանի դեռ պետությունը չի պարզել անգամ նրանց ճակատագիրը։ Ցավոք սրտի անհայտ կորած անձանց վերջին հայտնի գտնվելու վայրերը այս պահին գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո եւ էապես սահմանափակված է Հայաստանի Հանրապետության քննչական կամ այլ մարմինների հնարավորությունը ինքնուրույնաբար իրականացնել քննությանը միտված գործողություններ։ Իրավական փորձագետ Աննա Մելիքյանն էլ հայտնում է, հատկապես վերջին տարիներին անհայտ կորած անձանց որոնողական աշխատանքները Ադրբեջանը միտումնավոր է սահմանափակել։ Մտահոգություններ են հնչել ու տեղին են առայն, որ այդ տարածքներում, այսինքն Լեռնային Ղարաբաղի տարածքներում եւ դրանց շուրջ Ադրբեջանը լայնածավալ աշխատանքներ է իրականացնում, այդ թվում շինարարական, արտաշիրման եւ այլն, որոնք լրիվ անվերահսկելի են ըստ էության եւ դրա շուրջ ունենք մտահոգություններ առայն, որ անգամ եթե հայտնաբերվեն որևէ տվյալներ, այդ ումաճումներ եւ այլն, որոնք որ ըստ էության պետք է պատշաճ ԴՆԹ հետազոտման
ենթարկվեն եւ պարզվի թե ում են պատկանում, ըստ էության մենք միայն լսում ենք Ադրբեջանի ռոպագանդան, որ գտել ենք այսքան անձի մասունք, որոնք որ հաստատ Խոջալույի զոհերն են եւ այլն, բայց երբեք մենք վստահ չենք կարող լինել թե ում են պատկանում։ Միջազգային խնդիրներից զատ Սիրանուշ Սահակյանն առանձնացնում է նաև մեր պետության ներսում առկա խնդիրները։ Իրավապաշտպանի գնահատմամբ այն, որ գտնվելու վայրն անհայտ համարվող մարդկանց իրավական կարգավիճակը հստակեցված չէ, այդ թվում թե ինչ սոցիալ-հոգեբանական աջակցություն պետք է ցուցաբերի պետությունը նրանց հարազատներին, նշանակում է համակարգված չէ քաղաքականությունը։ Հայաստանի ներկա օրենսդրությունը ունի տարբեր դրույթներ, որոնք ցրված են տարբեր օրենքներում, իրավունքի ճյուղերում, կան բազմաթիվ պատասխանատուներ, սակայն ձևավորված չէ կենտրոնական մարմին, ում պատասխանատվության եւ համակարգման ներքո այս խնդիրները պետք է լուծում ստանան։ Անհայտ կորած անձանց հայտնաբերելու գործում յուրաքանչյուր օրն աշխատում է մեր դեմ, փաստեր են վերանում, բանաձևում են մասնագետներն ու հիշեցնում։ Վերջերս հասարակաքաղաքական քննարկումներում էր թեզ շրջանառվում, թե հիմա արդեն 90-ականներից անհայտ կորած անձանց հարցն արդիական չէ, տևական ժամանակ է անցել, գտնելու վայրը պարզել այլևս հնարավոր չէ։ Իրավապաշտպանները հարցնում են, իսկ ինչ ենք արել 44 օրյայից հետո, արդեն 5 տարի։ Էդվարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Դեկտեմբերի 10-ն աշխարհում նշվում է որպես մարդու իրավունքների պաշտպանության օր։ Այդ առիթով Հույդա Նիկոլ Աղբալյան երիտասարդական միությունը բողոքի ակցիա է կազմակերպել Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց։ Ակցիայի նպատակն է միջազգային կառույցների ուշադրությունը սևեռել Բաքվում անօրինաբար պահվող հայ գերիների ոտնահարված իրավունքներին։ Երիտասարդները պահանջում են, որ ՄԱԿ-ի պատասխանատուները գործուն քայլեր ձեռնարկեն հայ գերիների վերադարձի ուղղությամբ։ Նրանք նաև իրենց պահանջները ներկայացնող նամակ են փոխանցել գրասենյակի ներկայացուցչին։ Սրանք կազմակերպություններ են, ովքեր որ իրոք ունեն հանձնառություն, ովքեր որ ամեն առիթով խոսում են մարդու իրավունքների պաշտպանություններից, հիմնարար ազատություններից եւ կարծում եմ, որ ունեն բազմաթիվ լծակներ, որոնցով որ կարող են ճնշումներ բանեցնել Բաքվի վրա։ Սա մարդու իրավունքների խախտում է, ինչը կատարվել է հայ ռազմագերիների հետ, ովքեր գտնվում են բանդում։ Նրանք բանդարկված են զուտ իրենց ազգության համար, շատերը գտնվում են բանդում մի մեղքի համար, որ իրենք չեն կատարել։ Խաղաղ պայմաններում տարիներ առաջ զոհված 5 զինծառայողների հարազատներ այսօր խոսել են անցած տարվա ընթացքում սպանությունների փաստով հարուցված քրեական գործերի ընթացքի վերաբերյալ։ Անդրանիկ Մկրտչյանի, Տիգրան Օհանջանյանի, Վալերի Մուրադյանի, Արթուր Ղազարյանի եւ Լևոն Թորոսյանի գործերով 2025-ին որևէ տեղաշարժ չի եղել։ Զինվորների մայրերը նշել են, որ իրենց որդիների մահվան մեղավորները դեռ չեն պատժվել։ Քննչական մարմինները 2025-ին չեն իրականացրել որևէ գործողություն, որը լույս կսփռեր զինվորների մահվան հանգամանքների վրա եւ կբացահայտեր հնարավոր մեղսավորների շրջանակը։ Այնինչ զինվորներից 2-ի վերաբերյալ արդեն կան եվրոպական դատարանի վճիռներ։ Բացի այդ, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն Հայաստանի կառավարությունից պահանջել է առարկայական քայլեր կատարել նշված գործերով։ Աննա Վարդապետյանը ասեց, որ ներկայացրեց վարչապետին, որ այս գործերը, այս մայրերը ճիշտ են, սպանությունները եւ պետք է վերավորակում ստանա այս գործերը եւ հոդվածները փոխվի։ Այդ օրվանից ոչինչ չի արվել։ Տիկին Վարդապետյանը հայտարարեց, որ ի սկզբանե վերացրել են Տիգրան Օհանջանյանի գործի իրեղեն ապացույցները։ Ի սկզբանե վերացրել են, ով է վերացրել։ Դուժողի իրավահաջորդը վերացրել են քննիչները, դատախազները, որոնք մինչև առ այսօր չեն պատժվել։ Մյուս թեմաները քիչ անց։ Հայաստանում շարունակում են ակտիվանալ ֆինանսական բուրգերը, մասնագետները հորդորում են զգոն լինել։ Սերը կոսմետիկ ֆիլերների նկատմամբ աճում է, աճում են նաև ռիսկերը, կարող է սպառնալ կաթված։ Շարունակենք թողարկումը։
Եվրոպան ամեն կերպ փորձում է հետաձգել Ուկրաինայում դիվանագիտական կարգավորման գործընթացը, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Նրա խոսքով արևմուտքը միասնական չէ եւ դա հերթական անգամ հաստատվում է վերջին օրերի իրադարձություններով, երբ նախագահ Թրամփն իր հարցազրույցներից մեկում սկզբունքային գնահատական է տվել Եվրոպայի գործողություններին, որոնք ուղղված են ուկրաինական կարգավորման շուրջ ձեռք բերված համաձայնագրերը արհեստականորեն երկարաձգելուն, ապահովելով հենց այն արմատական պատճառների վերացումը, որոնք գլխավոր խոչընդոտ են հանդիսանում այդ ճանապարհին, բայց Եվրոպան արհեստականորեն զսպում է այդ գործընթացը, ասել է Լավրովը։ Ուկրաինան իսկապես ուզում է միանալ ՆԱՏՕ-ին, բայց ոչ Միացյալ Նահանգները, ոչ էլ մի շարք այլ երկրներ դեռևս Ուկրաինային դաշինքում չեն տեսնում եւ Ռուսաստանն անշուշտ Ուկրաինան այնտեղ երբեք չի տեսնի, ասել է Վոլոդիմիր Զելենսկին։ Սեպտեմբերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը բացարձակապես գոհ չէ Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցությունից։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն նախկինում ընդունել էր, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին անհնար է առանց դաշինքի դաշնակիցների միջև միասնական դիրքորոշման, որը ներկայումս գոյություն չունի։ Կառավարությունը ծրագրում է գործատուներին բաժանել բարեխիղճ եւ ոչ բարեխիղճ խմբերի, կախված այն բանից գրանցում են աշխատողներին եւ վճարում հարկերը, թե ոչ։ Նպատակն է խթանել օրինական աշխատանքային հարաբերություններ ու ապահովել աշխատողների սոցիալական երաշխիքները, ընդգծելով, որ այս մոտեցումը որևէ քաղաքական ենթատեքստ չունի։ Կառավարությունը մտադրություն ունի գործատուներին բաժանել երկու խմբի՝ բարեխիղճ եւ ոչ բարեխիղճ։ Առաջին խմբում են ընդգրկվելու այն գործատուները, որոնք օրենքով սահմանված կարգով գրանցում են իրենց աշխատողներին։ Երկրորդում նրանք, ովքեր իրենց աշխատողների հետ չունեն պայմանագրեր եւ վերջինների համար չեն վճարում հարկեր։ Տարանջատելով այս երկու խումբ բիզնեսմեններին, հնարավոր կլինի նաեւ, ասենք, պետական աջակցության ծրագրերին մասնակից դարձնել միայն բարեխիղճ ընկերություններին։ Լուրը տարածվելուց հետո կարծիքներ եղան, որ նման բաժանումը կարող է կիրառվել քաղաքական ենթատեքստով, այսինքն անբարեխիղճ գործատուների ցանկում կարող են հայտնվել քաղաքական ընդդիմախոսների ընկերությունները։ Պետության նպատակը շատ պարզ է՝ խթանել, որ բոլոր գործատուները գրանցեն իրենց աշխատողներին եւ ապահովեն օրինական աշխատանքային հարաբերություններ։ Սա որևէ քաղաքական ենթատեքստ չունի։ Խոսքը աշխատանքի իրավունքի պաշտպանության մասին է, որը միտված է աշխատողների սոցիալական երաշխիքների ապահովմանը։ Զբաղվածության ոլորտում պետության այս մոտեցումը համահունչ է բազմաթիվ երկրների փորձին, որտեղ պետական ծրագրերն օգնել են նվազեցնել ոչ ֆորմալ զբաղվածությունը, այսինքն չգրանցված աշխատողների թիվը, բացատրում են նախարարությունից։ Օրինակ, ոչ ֆորմալ զբաղվածության մակարդակը Վրաստանում վերջին տարիներին նվազել է 31.7%-ից մինչև 27.6%։ Հայաստանում 2024 թվականին ոչ ֆորմալ զբաղվածության մակարդակը կազմել է 35.3%, ինչը հստակ ցույց է տալիս, որ ոլորտում բարեփոխումների անհրաժեշտություն կա։ Հետևաբար ոլորտում պետության կողմից նախատեսվող քայլերն ուղղված են բացառապես այս խնդիրը լուծելուն։ Բայց արժեր նախ հասկանալ, թե ինչու են գործատուները խուսափում գրանցել իրենց աշխատողներին։ Չեն ուզում շատ հարկ վճարել։ Ընդունենք սա որպես առաջին պատճառ։ Իսկ եթե աշխատողն ինքը չի ցանկանում գրանցվել, ասեք մասնագիտություններ կա, օրինակ պահանջված է գործատունը այլ ընտրանք չունի, ստիպված այդ մարդու պետքա աշխատանքում ներգրավի, բայց իրաց գրանցումը չի կարողանում անել։ Այստեղ պետք է հիշել վերջին տվյալներով Հայաստանում մի քանի 100,000 անհուսալի վարկ ունեցողների պատմությունը։ Նրանցից 120,000-ի համար պետությունը ծրագիր է սկսել, սակայն այդ ծրագրից օգտվել է ընդամենը մի քանի հազար մարդ։ Այսինքն մի քանի 100,000 մարդ նախընտրում է աշխատել առանց գրանցվելու, նույնիսկ եթե գործատուն դա ցանկանում է անել։ Մարդկանց անհրաժեշտ է արձեռն աշխատավարձ, առանց պատկաթեր բանկերի միջամտության։ Ասես ավելի աշխատող ունեցողները Երևանում գործունեություն եթե իրականացնում են, ապա աշխատվածը պետք է անկախիկ վճարեն։ Դեռ այն ժամանակ այդ խնդրի մասին ասացին։ Չլսեցին, արդյունքում ինչ եղավ, քանի որ ստիպված պետք է ասում ենք, դա ստվերը մեծացնելու է։ Մեկ այլ խնդիր են աշխատանքային միգրանտները, որոնց գրանցման հետ կապված եւս օրենսդրական տեխնիկական խնդիրներ կան։ Այսինքն գործատուն, որը նույնիսկ պատրաստ է բարեխղճորեն պայմանագրեր կնքել նրանց հետ, ստիպված է ընկնել ծանր բյուրոկրատական քաշքշուկների մեջ։ Արմեն Աթելյան, ժամը լրատվական։
Հայաստանում կրկին ակտիվացել են ֆինանսական բուրգերը, առանձին հարթակի միջոցով համոզում են ներդրումներ կատարել այսպես կոչված դրոնների ոլորտում։ Իրականում իրավապահ մարմինների տվյալներով այս նախագիծը կրկնօրինակում է արդեն փլուզված Citybike սխեման, որտեղ խոստացված եկամուտները որևէ իրական տնտեսական հիմք չեն ունեցել։ Ոստիկանությունից հայտնում են, որ նման հարթակներում գոյացող եկամուտները չեն ձևավորում բիզնես գործունեությունից եւ հորդորում են զերծ մնալ նման հարթակներում գումարներ ներդնելուց։ Մասնագետները հորդորում են ներդրումներ կատարել միայն այնտեղ, որտեղ կա թափանցիկ հաշվետվություն, իրական գործունեություն եւ իրավական պատասխանատվություն։ Եվս մեկ անգամ տեղեկացնում ենք, որ այսպիսի հարթակներում գոյացած եկամուտները առաջանում են ոչ թե իրական բիզնես գործունեությունից, այլ այն անձանց ներդրումներից, որոնց դուք հրավիրել եք հարթակ որպես ռեֆերալներ, ովքեր էլ փաստացի վճարում են ձեր գոյացած չակերտավոր եկամուտը։ Կոսմետիկ ֆիլերների աճող կիրառումը վերջին տարիներին ուղեկցվում է լուրջ ռիսկերով։ Մասնագետները նախազգուշացնում են, որ նույնիսկ սովորական թվացող ներարկումները կարող են հանգեցնել անդառնալի առողջական հետևանքների, մաշկի վնասումից մինչև կուրություն։ Նոր հետազոտությունն ուսումնասիրել է ֆիլերների սխալ ներարկման 100 դեպք տարբեր երկրների բժշկական կենտրոններում։ Ժամի անդրադարձը։ Կան պրեպարատներ, Ամերիկան է իրանց սերտիֆիկացվում որպես որակի բարձր չափանիշ, որպես մաքուր պրեպարատներ։ Այս լցանյութերը սովորաբար օգտագործվում են կնճիռները վերացնելու եւ մաշկը հարթեցնելու, ավելի երիտասարդ դարձնելու համար։ Երբեմն դրանք օգտագործվում են քթի կամ շրթունքների ուրվագծման կամ ձևավորման համար։ Բայց եթե պատվիրեք կոսմետիկ նյութերը գնումների կայքերից 10-15 անգամ ավելի մատչելի կլինեն։ Էժան է, քանի որ պրեպարատը լիցենզավորված կամ սերտիֆիկացված չէ։ Ստանում են որակի բարձր լինելու հաշվին, ասում է դիմածնոտային վիրաբույժն ու հավելում։ Կան պրոցեդուրաներ, որոնք արժեն միջինը 80-ից 120 հազար դրամ։ Դա ինքնարժեք չէ, դրան գումարվում է բժշկի աշխատանքը, կրթությունը, սերտիֆիկատներն ու նյութավճարը եւ վերջնարդյունքում բավականին մեծ արժեք է դառնում։ Դիմածնոտային վիրաբույժն ասում է արդեն սովորել է։ Գին են հարցնում, տեսնում, որ գրպանին չի համապատասխանում։ Ընտրում են ավելի մատչելի տարբերակ ու 3-4 ամիս անց ուղարկում են նկարները, թախանձելով շտկել արդեն կատարած միջամտությունները, ինչը քառակի ավելի թանկ է նստում։ Ինչպես ֆունկցիոնալ խանգարման, այսինքն օրինակ տեսողության խանգարում, շնչառության խանգարումներ են լինում, բորբոքային պրոցեսներ են լինում դեմքի վրա, իշեմիաներ եմ ես հանդիպել, հեմատոման ամենաթույլ բացասական երևույթն է, որ կարող եմ նշել։ Ցանկացած միջամտությունից առաջ բուժառուն պետք է դիմի ախտորոշիչ լաբորատորիա։ Բժիշկը նրան կուղղորդի համապատասխան հետազոտության, որից հետո միայն կկատարվեն համապատասխան միջամտություններ։ Ասում է վիրաբույժն ու հավելում, պրեպարատն ընտրելիս բուժառուն պետք է նախ ինքը համոզվի, առկա է արդյոք օրիգինալության հոլոգրաֆիկ պիտակը, արդյոք այն պաշտոնապես է ներմուծվում Հայաստան, պետք է նշված լինի լաբորատորիայի հասցեն, հակառակ դեպքում բուժառուն պարտադրված կլինի նախ դեղորայքային երկարատև բուժում անցնել, որպեսզի հնարավոր դառնա ներարկված վատորակ նյութերը հեռացնել։ Մի ամիսա դեղորայքով բուժվում եմ ու հլե էլի կտևի, որ կարողանամ ֆիլերը հանեն։ Ոչ մի բան չեմ զգում, սաղ դեմքս փքված ու պարալիզացված է։ Եթե հայտնաբերվում է, որ կազմակերպությունում գործունեություն է իրականացնում չլիցենզավորված կամ բավարար կրեդիտներ չունեցող բուժաշխատող, փաստն արձանագրվում է, գրություն ուղարկվում առողջապահության նախարարություն, կարգադրագիր տրվում տվյալ կազմակերպության պաշտոնատար անձին, որ վերացվի թերությունը եւ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվում եւ տուգանվում է 300,000 դրամի չափ։ Մասնագետը խորհուրդ է տալիս, եթե ֆինանսապես պատրաստ չեք որակյալ պրոցեդուրայի, ավելի լավ է այն հետաձգել, վստահ լինել, որ դա կատարում եք որակավորված բժշկի մոտ, քանի որ 15-20 հազար դրամանոց պրոցեդուրաները բուժառուին արդեն իսկ պետք է վախեցնեն։ Միջազգային կազմակերպություններից մեկի հետազոտության տվյալներով քթի շուրջը գտնվող հատվածները հատկապես ռիսկային են ներարկման համար, քանի որ քթի արյան անոթները կապված են գլխի շատ կարևոր հատվածների հետ։ Այս անոթների վնասումը կարող է լուրջ բարդություններ առաջացնել, այդ թվում մաշկի վնասվածք, կուրություն, դեմքի դեֆորմացիա եւ անգամ կաթված։ Քնարիկ Պետրոսյան, Զորաբ Քարամյան, ժամը լրատվական։ Կվերադառնանք քիչ անց։ Փշրված խաչքարեր, քանդվող եկեղեցիներ, ջնջվող ինքնություն, Ալիևը չի հանդարտվում, օկուպացված Արցախում մշակութային ամբողջ ժառանգությունն է վտանգի տակ։ Ավտովթար Գեղարքունիքում մեքենան գլորվել է ձորը, 15 տարեկան վարողը տեղում մահացել է։ Մետյո աշխարհ կայուն երկինք, ավելին հաջորդ հիվ։
Շարունակենք թողարկումը։ Արցախում է մնացել 5658 մշակութային հուշարձան, որից 385-ը եկեղեցիներ, 60-ը վանքեր։ Օկուպացված հայկական հողում թշնամին շարունակում է վերացնել հայկական հետքը։ Սոցիալական հարթակներում տարածված կադրերը ցույց են տալիս, որ միջնադարյան վանական համալիրներից մեկում երից մանկանց վանքում հերթական վանդալիզմն է եղել։ Մասնագետներն ահազանգում են Արցախում մնացած մշակութային ամբողջ ժառանգությունը վտանգված է։ Ստեփանակերտում ոչնչացվել են մոնումենտալ բոլոր կոթողները, կիսանդրիներ, արձաններ, ցայտաղբյուրներ։ Բռնազավթված Արցախում ադրբեջանցիները առ այսօր քարերի հետ են կռիվ տալիս։ Պղծել ու վանդալիզմի են ենթարկել հայկական միջնադարյան մշակութային ժառանգության ամենակարևոր կոթողներից մեկը՝ երից մանկանց վանքը։ Համացանցում տարածված տեսանյութում երևում է, որ անհետացել են բեմի վրա դրված եկեղեցու մանրակերտները, Սուրբ Սեղանին հենած խաչքարը։ Ջարդել են գեղաքանդակ խաչքարի ստորին հատվածը, որն ընկած է գետնին։ Աջ կողմի որմնախորշի մեջ տեղադրված քանդակը երեսնի վայր ընկած է։ Մշակութային ժառանգության փորձագետի խոսքով ցանկացած դետալային վնաս լինի խորանի հատվածում, խաչքարի պղծում կամ արձանագրության քերում խախտում է ժառանգության պահպանության հիմնարար սկզբունքները։ Երից մանկանց վանքը հանդիսացել է միջնադարյան մատենագրության եւ գրչության, ավետարանների գրչության կենտրոն։ Այս իմաստով նաեւ այն ոչ միայն մեկ կառույց է, այլ եկեղեցական համալիր։ Առհասարակ հուշարձանների ոչնչացումը շարունակվող պատերազմ է։ Պատերազմ է եւ հանցագործություն խաղաղության դեմ։ Մինչև օրս բռնապետը ուղղակի հնձում է հայկական հետքը, հիմնահատակ ոչնչացրել, հողին է հավասարեցրել 7 եկեղեցի ու բազմաթիվ խաչքարներ։ Ձեռագիրը տարիներ շարունակ նույնն է, նպատակը մեկը՝ ջնջել, սրբել հայկականը։ Մշակութային ժառանգության ոչնչացումը ըստ մասնագետների նաև մարդու իրավունքների խախտում է, որովհետև զրկում է ժողովուրդներին իրենց ժառանգության հետ կապ ունենալու իրավունքից։ Կովկասագետն էլ ընդգծում է, թշնամու անհանդուրժողականությունը այնքան է խորացել ու արմատներ գցել, որ շատ դեպքերում նույն հուշարձանը մի քանի անգամ են ենթարկում վանդալիզմի։ Արցախում ունենք հուշարձաններ, որոնց նկատմամբ տասնյակից ավելի վանդալիզմի դեպք է գրանցվում։ Այսինքն Սուրբ ամենափրկիչ եկեղեցին, եթե ցուցակագրենք վանդալիզմի դեպքերը, սկսած 1920 թվականից 50-ի սահմանը անցնում է։ Առաջնային քանդում են այն, ինչի վրա հայագիր արձանագրություն կա, կամ հայկական զարդանախշեր կան։ Եթե խաչքար անգամ ամբողջությամբ չեն ոչնչացում, ջարդում են այն հատվածը, որի վրա կա արձանագրություն, այսինքն թվագրված է տվյալ խաչքարը։ Խոսելով իրավական մեխանիզմների մասին, մշակութային ժառանգության փորձագետը հիշատակում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1994 թվականին Ճապոնիայում ընդունած Նարայի փաստաթուղթը իսկության վերաբերյալ, որն ամրագրում է, որ ցանկացած հուշարձան ճգնաժամային իրավիճակներում եւ հակամարտությունների գոտում գտնվելու պայմաններում պետք է պահպանի իր ամբողջականությունն ու իսկությունը։ Այս գործողությունները Հագայի կոնվենցիայով կարող են որակվել որպես միջազգային հանցագործություն։ Այս ամբողջ շղթան մոտենում է ցեղասպանական հայեցակարգին, խաչքար է վնասվել, սա նույնպես խիստ վտանգավոր է միջազգային օրենսդրության տեսանկյունից, որովհետև խաչքարերի դեմ հայկական խաչքարագործության, խաչքարային արվեստի դեմ ցանկացած հարված մարդկության դեմ ուղղված հանցագործություն է, քանզի 2010 թվականից ի վեր խաչքարային ողջ արվեստը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում եւ համարվում է համամարտկային արժեք։ Մասնագետներն ասում են, մշակութային վանդալիզմի շարունակական այս շղթան հնարավոր է կանխել միայն այն դեպքում, եթե ՅՈՒՆԵՍԿՕ-ն փաստահավաք առաքելություն ուղարկի տարածաշրջան, արձանագրի ու փաստագրի արկա ժառանգություն այն վիճակով, ինչպիսին այն կա այսօր, քանի դեռ բռնապետի ձեռքը չի սրբել ամբողջ քրիստոնեական մշակույթը։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։ Best Western Hotels միջազգային ցանցը եւ New City Projects ընկերությունն այսօր ստորագրել են համագործակցության պայմանագիր, որով Ծաղկաձորի սրտում կառուցվող պրեմիում դասի Պալադա համալիրի կառավարումը կհանձնվի աշխարհի առաջատար հյուրանոցային բրենդներից մեկին։ Այս համագործակցությունը հնարավորություն կտա հանրությանը նոր ձևաչափով ներկայացնել Ծաղկաձորի սրտում կառուցվող Պալադա համալիրի կառավարումը։ Congratulations, Best Western Hotels ցանցի տարածաշրջանային պաշտոնական ներկայացուցիչը եւ New City Projects ընկերության գործադիր տնօրենը ստորագրում են համագործակցության պայմանագիր։ Պայմանագրի ստորագրումը ընդգծում է Best Western Hotels-ի հետաքրքրվածությունը Հայաստանի զբոսաշրջության զարգացմամբ, նաեւ New City Projects-ի շարունակական հանձնառությունը բարձրակարգ միջազգային չափանիշներով նախագծեր իրականացնելու գործում։ Այն նաեւ հնարավորություն կտա յուրովի ներկայացնել Ծաղկաձորի սրտում կառուցվող պրեմիում դասի Պալադա
համալիրի կառավարումը հանրությանը։ Բարձր սպասարկման ստանդարտներ սահմանելը եւ ապահովելը շուտով իրականություն կդառնա Հայաստանում նոր կոնցեպտ առաջարկող Պալլադա բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրում։ Նախատեսում ենք ունենալ հյուրանոց եւ նախատեսում ենք ընդհանուր կառավարումը այս կազմակերպության հետ միասին։ Բոլոր մեզ ծանոթ եւ միջազգային ստանդարտներին համապատասխան կառավարումը իրականացնելու եւ օպերացիոն գործունեություն։ Ծաղկաձորի կենտրոնական Ծաղկունյաց հրապարակի անմիջապես հարևանությամբ կառուցվող Պալլադան տարածաշրջանում իր տեսակի մեջ եզակի նախագիծ է։ Այն միավորում է ամենօրյա կյանքի հարմարավետությունը, հանգիստն ու առողջարար միջավայրը, սպորտն ու ժամանցը, ներկայացնելով լեռնային հանգստի նոր մշակույթ։ Այսպիսով մենք չափազանց հպարտ ենք, որ ստորագրեցինք այս նախագիծը, որը պարզապես հյուրանոց չէ։ Սա նաև բնակելի նախագիծ է, ինչը նշանակում է, որ սա առաջին ապրանքանիշային բնակարանային նախագիծն է, որը մենք ունենք Հայաստանում։ Համալիրը բաղկացած է լինելու 8 մասնաշենքերից, որտեղ յուրաքանչյուր բնակարան համատեղում է անհրաժեշտ ֆունկցիոնալությունն ու հյուրանոցային սենյակին բնորոշ սպասարկման ստանդարտները։ Այս ուղղությամբ մեծ ազդեցություն կհաղորդի հատկապես Best Western Hotel հեղինակավոր հյուրանոցային ցանցի հետ համագործակցությունը։ Նախագիծը նախատեսված է ամբողջ տարվա ընթացքում լիարժեք հանգստի, ակտիվ ժամանցի եւ առողջարար կյանքի հնարավորություններ ապահովելու համար, դարձնելով այն զբոսաշրջիկների ներդրողների համար գրավիչ ուղղություն։ Նաիրի Մուրադյան, Զոհրաբ Քարամյան, ժամը լրատվական։ Հանրապետությունում անցած մեկ օրում գրանցվել է 15 ավտովթար, 19 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, բացահայտվել է 116 հանցագործություն, որոնցից 6-ը նախկինում կատարված։ Օրվա կարևոր թեմաները մեկտեղել է Սվետլանա Ավդիշյանը։ Երևանցիները հնարավորություն կունենան անվճար հետազոտություններ անցնել։ Դժվարամատչելի հետազոտությունների իրականացում ծրագրի շրջանակում քաղաքացիները կարող են անցնել հետևյալ գործիքային հետազոտությունները։ Համակարգչային շերտագրում, մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա, կրծքագեղձի սկրինինգային հետազոտություն, ախտորոշիչ կորոնոգրաֆիա եւ սրտի անոթների ստենտավորում, աորտակորոնար անոթների շունտավորում։ Եկող տարի Հայաստանը կունենա արդարադատության ոլորտին առնչվող ռազմավարական փաստաթուղթ, որտեղ կոռուպցիան ներառված կլինի առանձին ռազմավարական ծրագրով։ Հակակոռուպցիոն ոլորտում 2025 թվականին իրականացված աշխատանքների եւ առաջիկա անելիքների վերաբերյալ համաժողովի ընթացքում այս մասին ասել է արդարադատության նախարարը, ընդգծելով, որ կոռուպցիայի դեմ պայքարը մարդկային կյանքի անվտանգության եւ պետության կենսունակության հարց է։ Գալյանը նշել է, որ հաջորդ տարիներին ջանքերը ուղղելու են կոռուպցիայի դեմ պայքարող ինստիտուտների կարողությունների զարգացմանը, պետական ապարատի ավելի թափանցիկ աշխատանքին, նաև կուսակցությունների ֆինանսավորման վերահսկմանը։ Վերին Լարս անցակետ տանող թունելի կառուցման ավարտի ժամկետը հետաձգվել է մինչև 2028 թվականը։ Հայտնել է Վրաստանի ենթակառուցվածքների փոխնախարարը, ավելի վաղ աշխատանքների ավարտի ժամկետը 2024-ից տեղափոխվել էր 2025 թվական։ Այժմ փոխնախարարի խոսքով թունելն ամբողջությամբ պատրաստ կլինի եւ շահագործման կհանձնվի 2028 թվականին։ Այսպիսով Թբիլիսիից մինչև Ստեփանցմինդա հասնելու ժամանակը 2 ժամ 30 րոպեից կկրճատվի մինչև 1 ժամ 45 րոպե։ Այսօր Գեղարքունիքի մարզում վթարի հետևանքով 15 տարեկան տղա է մահացել։ Ժամը 11:30-ի սահմաններում Opel Magnish-ի ավտոմեքենան Դդմաշեն բնակավայրի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից եւ ընկել ձորը։ Մեքենան վարել է Գեղարքունիքի բնակիչ 15-ամյա տղան, որը տեղում մահացել է։ Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ֆոտոլրագրող Շամշյանը փոխանցում է, որ տղային երեկվանից որոնում էին նրա հարազատներն ու իրավապահները։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։ Եղանակի տեսությունը կներկայացնի Լիլի Հովերը։ Բարի երեկո, եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը։ Իր հուսալի անվտանգ գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում։ Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ։ Մետեոաշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում 5 շաբթին կանցնի առանց տեղումների, հարևոտ երկնքով, ջերմաստիճանը էապես չի փոխվի։ Վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց-Ձորի լեռնային գոտիներում կդիտվի 2-ից 5 աստիճան։ Վայոց-Ձորի եւ Արագածոտնի նախալեռներում կանխատեսվել է 4-ից 9, Լոռիում 7-ից 10, Տավուշում 8-ից 11 աստիճան։ Հարարատում Արմավիրում կդիտվի 7-ից 10, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է 8-ից 11, Սյունիքի նախալեռներում 6-ից 9 աստիճան։
Երևանում օրը կանցնի առանց տեղումների։ Այս գիշեր սպասվում է 1-ից 3, ցերեկը 6-ից 8, երեկոյան 3-ից 5 աստիճան։ Այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը, մաղթում եմ խաղաղ երեկո, ցտեսություն։